Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, кетч, кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Он черный, он горячий, он настоящий, он любимый, любимый Лебо, мой кофе. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, մենք այս պահին ենք Վանաձոր քաղաքում, քանի որ այցելել ենք շեֆ Վահեին եւ իր տիկնոջը Արուսիկին։ Մեզ վստահ եմ, որ այսօր սպասվում է շատ հետաքրքիր օր, որովհետեւ նրանց ճաշացանկը բազմազան է, իսկ պատրաստման վայրը ել ավելի։ Հասկանանք, թե ինչ է հաջորդելու այս ամենին։ Ողջույն Վահե, ողջույն Արուսիկ։ Ձեզ Երևանից այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ հաճելի է, համեցեք։ Ինչպես եք, օրը ինչպես է սկսվել, տրամադրությունն ինչպես է։ Հիանալի։ Եվ ինչպես են սկսվում ձեր առավոտները, որովհետեւ դուք հիանալի բնություն ունեք, տեսարան ունեք, շատ հետաքրքիր, վստահ եմ մի քանի րոպեից մենք կտեսնենք այդ ամենը։ Ոնց որ սովորական հայկական ընտանիքներում մեր առավոտները սկսվում են մի բաժակ սուրճից։ Իսկ հետո ինչպես է շարունակվում։ Հետո մենք երեխային ուղեկցում ենք մանկապարտեզ ու անցնում ենք մեր առօրյա գործերին։ Լավ, երեխան քանի տարեկան է։ 4 տարեկան է։ Տղա, աղջիկ։ Տղա է։ Իսկ անունը։ Կարեն։ Հայրիկիս անունը։ Հասկացա։ Ձեր օրը Արուսիկ ինչպես է սկսվում, ինչպես է շարունակվում, որովհետև ամեն դեպքում մայրական հոգս վստահ եմ, որ դաստիարակության մեծ մասով դուք եք զբաղվում, Վահեն սարերում է, լեռներում է, լճերի ափին է։ Մենք ամեն ինչը կիսում ենք միմյանց հետ։ Իմ օրն է սկսվում մի բաժակ մի գավաթ սուրճով, որը պատրաստում եմ մեծ սիրով Վահեի համար, երեխային հագցնել, մանկապարտեզ եւ այլն։ Եվ սկսում ենք մեր նկարահանման process-ը արդեն։ Ամեն օր ունեք նկարահանումներ, կարելի ասել։ Հիմնականում այո։ Հա, հիմնականում նայած մեր գրաֆիկին, բայց միշտ որ ցենց ասեմ գրեթե ամեն օր մենք նկարահանումների ենք, իսկ եթե նկարահանումների չենք, մենք հաստատ գնում ենք մենք մեր հանգիստը վայելում ենք բնության գրքում։ Բացի բլոգ վարելը կա այլ աշխատանք, որով զբաղվում եք դուք։ Հիմա ոչ, բայց մեր պլաններում անպայման։ Իսկ մինչ բլոգ վարելը կար աշխատանք, որով զբաղվում եք։ Այո, մենք Ռուսաստանի Դաշնությունում ունենք մեր բիզնեսը։ Ընդեղ է մեր գործը ներկա պահին։ Կարող ենք ծավալվել այդ թեմայով, թե դա գաղտնիք է եւ լայն քննարկման առարկա չէ։ Ոչ, կարող ենք ծավալվել, բայց Դե խնդրում եմ պատմեք ինչ բիզնեսի մասին է խոսքը։ Ուրեմն մենք այնտեղ զբաղվում ենք խորովածի առաքմամբ, ունենք մեծ կլիենտսկի բազա, մենք երկար տարիներ ենք հաճախորդների քանակ, որովհետև երկար տարիներ ենք աշխատում, գրեթե 15-16 տարի արդեն։ Ռուսաստանի որ քաղաքում է դա։ Յակուցկ։ Ամենացուրտ վայրերից մեկում։ Այո։ Ու լավ է, չեմ կարող բողոքել, այո, շատ գոհ ենք, փառք Աստծո։ Հիմա որոշել ենք վերադառնալ հայրենիք ու ստեղ մեր գործը ստեղծել, արարել ու Եվ որքան ժամանակ է որ վերադարձել եք արդեն։ Արդեն մի տարի է։
Շատ ուրախ եք ասում դա, ինչպես հասկանում եմ, ձեզ այդքան էլ դուր չէր գալիս այնտեղ գտնվելը, թե դուր էր գալիս, բայց Հայաստանը ավելի լավ է։ Դուր չէր գալիս, բայց հետո արդեն սկսեցի այդ քաղաքն է սիրել։ Ամենտեղ մարդը իր ջերմությունը պետք է դնի։ Դուք կներեք մի բան ասեմ, այո, որ դուք շեշտեցիք, որ ցուրտ քաղաք է Յակուց քաղաքը, բայց այնտեղի մարդիկ շատ ջերմ են մեզ ընդունել։ Դե ինչ որ մի կերպ պետք է տաքացնեն իրենք իրենց ջերմությամբ։ Ու մենք էլ ենք փորձել այդ ամբողջ մեր ջերմ էներգետիկան փոխանցել իրենց։ Եվ պահանջարկը կա, ամեն բան լավ է, հայերից բացի կան այլ ազգի ներկայացուցիչներ, վստահ եմ ռուսներից բացի նույնպես, եւ հայկական խորովածը իր ուրույն տեղը ունի ռուսների համար։ Այո, բոլորին դուր է գալիս, որովհետեւ մենք մեր հայկական շունչն ու հոգին դնում ենք այդ խորովածի մեջ։ Վայ, դուք հանրությանը ներկայանում եք որպես շեֆ Վահե։ Դուք մասնագիտությամբ խոհարար եք, թե ոչ։ Ես մասնագիտությամբ խոհարար չեմ։ Ինչպես խոհարարությունը ձեզ գայթակղեց։ Ճիշտ ասած, ես սովորել եմ շինարարի։ Իմ սենց ասած դիպլոմային պրոֆեսիան շինարար եմ ես։ Բայց իմ հոգուն ավելի մոտ ա եղել միշտ խոհարարությունը, որովհետև իմ հայրը տանը միշտ պատրաստել է իմ նման, ու սենց ասած տղամարդիկ տանը հազվադեպ են պատրաստում։ Սիրողական մակարդակից այն կողմ չի անցնում, եթե պրոֆեսիոնալ խոհարարներ չեն։ Բայց երբ որ պատրաստում են, անպայման համեղ է ստացվում, որովհետև դա ամենօրյա չի։ Չեմ կարող ասել, որ մայրս վատ է պատրաստում կամ կինս է վատ պատրաստում, ուղղակի գլուխ գովալ չլինի, ես կամ հայրս լավ ենք պատրաստում ու դա ինչ որ չափով Իրանից է ինձ փոխանցվել այդ խոհարական հմտությունները, ասենց ասած։ Արուսիկ, իսկ դուք ինչով եք զբաղվել մինչ մայր դառնալը։ Ես մասնագիտությամբ դեղագետ եմ, ավարտել եմ Երևանի Պետական Համալսարանի ֆարմացիա ինստիտուտը։ Մինչ ամուսնանալս աշխատել եմ իմ մասնագիտությամբ, սակայն ամուսնալուց հետո արդեն չեմ զբաղվում իմ մասնագիտությամբ։ Երևանում եք աշխատել, թե Վանաձորում։ Երևանում։ Եվ տեղափոխությունը ինչպես եղավ, որ վերադարձաք այստեղ Վահեներ այդ ամենի մեղավորը։ Այո։ Իդեպ կպատմեք ինչպես եք ծանոթացել։ Պատմեմ։ Միգուցե Արուսիկը պատմի։ Ուզում ես դու պատմի։ Ինքը ուղղակի ավելի շատ ռոմանտիկայի մեջ է մտնում էլ այդ պատմելու ընթացքում։ Ես կարճ կոնկրետ կպատմեմ։ Կարճ կոնկրետը որն է, գնացինք, ասացինք բարև ձեզ ձեր աղջկան հավանել եք, դե լավ, դե գնացինք։ Մեր պատմությունը մի քիչ երկար ժամանակ է։ Ասեմ որ ռոմանտիկա մեր պատմությունը։ Հա, ոնց ես էլ, եթե չուզենամ ռոմանտիկ լինի, ինքնստինքյան, հա, ռոմանտիկանում այդ պահը։ Մենք իրար հետ ենք սովորել նույն դասարանում։ Երրորդ թե չորրորդ դասարանից, չէ։ Երրորդ դասարանից իրար հետ ենք սովորել, մի դասարան ենք գնացել, ճիշտ ասած ինքը սկզբում դպրոցը փոխեց, գնաց ուրիշ դասարան, ես էլ իրա հետևից։ Դպրոցը փոխեցի, նույն դասարան գնացի։ Ոնց ռոմանտիկացնեմ ասեք։ Հա, ու հետագայում ես 8-րդ դասարանից, երևի թե 9-րդ դասարանից ես մեկնեցի Ռուսաստան։ Ու այնտեղ ամենքս մեր գործով ենք զբաղվել, հետո ես մտածեցի մի հատ գրեմ իրան, բարևեմ, որպես դասարանի աղջիկ, հա։ Բայց ես լրիվ ուրիշ մտադրություններով էի էլի գրել, որովհետև իրան փոքր ժամանակահանից եմ ես հավանել, չեմ կարող ասել, որ սիրել եմ, թե սիրել եմ։ Այնքան էլ էական չէ տղամարդը սիրում է թե չէ, էական է արդյոք կինը կսիրի թե ոչ։ Այո։ Ինքը դե սկզբնական չէր սիրում բարձա, բայց հմուտ լեզվի շնորհիվ սկսեց սիրել ու տենց ստացվեց մեր կապը, ճիշտ է ես հեռու եմ եղել, ինքս տեղ ա եղել այդ ժամանակ, բայց գնալ գալ ամեն դեպքում եղել է։ Չէ, ես 15 տարի ստեղ ընդհանրապես չեմ եկել, չի ստացվել գործի բերումով, որ ես ընդհանրապես գամ Հայաստան։ Հեռահար սեր, որ այնքան ուժգին էր, որ կարողացավ Արուսիկին գրավել, գայթակղել, շատ լավ է։ Լավ ընկերներ, մենք դեռ կխոսենք ձեր ընտանիքի մասին, բայց հիմա անդրադառնանք այսօրվան։ Ինչ եք պատրաստելու մեզ համար եւ մի խնդրանք ունեմ Վահե, քանի որ
մեզ շատ հաճելի է այն միջավայրը, որտեղ որ դուք միշտ պատրաստում եք լայն հանրության համար եւ ցուցադրում եք այդ ամենը, կխնդրեմ, որ իհարկե շատ լավն է ձեր խոհանոցը, ամեն բան հրաշալի է, բայց վայելենք բնության շունչը, եթե կա հնարավորություն բնության գրկում պատրաստենք բնության գրկում։ Մեծ սիրով, ճիշտ է, այսօր եղանակը մի քիչ մերոկտին չի, բայց մենք կյանքահեն բաներ կմտածենք եւ կարողանանք իրականացնել։ Անպայման պետքա գնանք, ես շատ եմ ուզում, որ դուք այդ ձորում հաց ուտեք։ Հավատացեք, մենք ավելի շատ ենք ուզում, ինչ եք պատրաստելու մեզ համար։ Այսօր մենք պատրաստելու ենք խորոված, քյաբաբ, խաշլամա, գառան։ Իսկ կա ինչ-որ բան, որը տիպիկ լորվա ուտեստ է։ Այո, կա։ Ենթադրենք խորովածը լորվա ձևով, կա այդպիսի բան ընդհանրապես, կամ խաշլաման լորվա ձևով։ Մենք որոշել ենք այսօր խաշլաման հյուրասիրենք լորվա ձևով։ Այսինքն պատրաստել ենք ոչ թե բանջարեղենային տարբերակով, այլ նրա մեջ լինելու է սարերից հավաքած ուրց միայն։ Եվ դուք համտեսելու եք նրա ջուրն էլ, այդ բյուլյոնը, եւ կասեք արդյոք հավանեցիք թե ոչ։ Շատ լավ, մենք գնումներ ունենք կատարելու, ճիշտ է։ Այո։ Ես առաջարկում եմ այս պահին տեղափոխվենք բակ, այնտեղ իրականացնենք նկարահանումները եւ գնանք արդեն խանութ, իսկ հետո արդեն դուք կասեք, թե ուր ենք գնալու։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Դե, Վահե ջան, ժամանակն է բակ իջնելու, այնպես որ կուրտկեքը բի։ Վահե ջան, կուրտկեքը բի։ Հիմա կասի Արուս գնա կուրտկեքը բի։ Ես չեմ նկարում, բայց Արուս կուրտկեքը բի։ Այ ապրես, այդ դրա մասին է խոսքը։ Էլ իշտեր բերի, լկացի հիշեմ։ Հələ հիշի։ Ինչ կա շատ բան կա վերցնելու։ Ախր միշտ մի բան ինքը մոռանում է։ Ես գրում եմ, հիմա ցուցակագրի, որ գնանք այնտեղ ինչը մոռացած լինի, ասես Արուսիկա էս չես վերցրել։ Սառնանից է բերում մեր կուրտկեքը, հա։ Հա, ոնց որ։ Ես արդեն իմ ուտելիքներն եմ հավաքում։ Լավ։ Մենք արդեն ձեր բակում ենք ընկերներ եւ Վահե։ Ձեզ հետևող մարդիկ վստահ եմ, որ տեղյակ են ձեր տեսահոլովակներում մշտապես երևում է սեփական գեղեցիկ տուն, իսկ այս պահին մենք գտնվում ենք բազմաբնակարան շենքում։ Սա ինչ տուն է, ձերն է արդյոք, ձերը չէ, եւ այն տունը, որտեղ որ իրականացնում եք նկարահանումները, ձերն է թե ոչ։ Այո, սա մեր տունն է, մենք ստեղ սենց ասած գիշերներն են գալիս գիշերում, իսկ առավոտները անց ենք ասնում մեր գյուղի տանը։ Այսինքն մշտապես օրը հիմնականում անցնում է գյուղում։ Այո։ Սա ձեր հայրական տունն է, թե նոր է ձեռք բերվել հատուկ ձեր նորաստեղծ ընտանիքի համար։ Ձեռք բերել, կարելի ասել, այո, հայրական տունն է։ Ինչու է ձեզ մշտապես կապում գյուղը ավելի շատ, կանչում։ Չգիտեմ, որովհետև ես ավելի շատ ինձ գյուղի մարդ եմ համարում։ Իսկ մանկությունը անցել է այս թաղամասում։ Ոչ, մանկությունս անցել է գյուղում կամ որոշ չափով էլ Ալավերդի քաղաքում։ Հասկացա։ Ժամանակն է գնալու գնումների, եւ քանի որ ձեր մեքենայի շարժիչը արդեն գործի է գծված, անիմաստ եմ համարում հարցնել, թե ում մեքենայով ենք գնալու։ Այնպես որ առաջարկում եմ տեղափոխվենք մեքենայի մեջ եւ այնտեղ շարունակենք մեր նկարահանումները։ Բրավո, Վահե։ Վայ, մենք այս պահին Վանաձոր քաղաքում ենք գտնվում եւ քանի որ դուք բնակվել եք նաեւ Ռուսաստանի Դաշնությունում, ցանկանում եմ մի փոքր համեմատական անցկացնենք։ Ինչ չկար Ռուսաստանում, որը ձեզ հետ բերեց դեպի հայրենիք։ Մեր հայկական կոլորիտը երևի։ Այնտեղ մարդիկ ավելի սառն են, որովհետեւ եղանակն էլ ցուրտ է։ Այո։ Ջերմությունը չի բացակայում, բայց այստեղ ավելի շատ են մարդիկ ջերմ, քան Ռուսաստանում։ Հաղորդման այս հատվածում մենք մշտապես մեր հյուրերին տալիս ենք այս հարցը եւ դուք բացառություն չեք, հարցը երկուսիդ է ուղղված։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Ես կուզեի ավելի շատ էկոգյուղատնտեսությունը զարգանար մեր Հայաստանում եւ մեր շուկայում ավելի շատ վաճառվեր տեղական արտադրանքը ու էկո տեղական արտադրանքը, որի շնորհիվ ավելի կլավանար մեր երկրի մարդկանց հիվանդությունների քանակը կնվազեր, այսինքն առողջապահական համակարգը կբարելավվեր։ Հիմա շատ է տարածված, որ երեխաներն են նույնիսկ քաղցկեղով են հիվանդանում, իմ ամենացավոտ հարցն է։ Կուզենայի, որ էկոգյուղատնտեսությունը զարգացնելով
մի քիչ ապահովել մարդկանց առողջական վիճակը։ Շատ ճիշտ դիտարկում էր, Վահե, իսկ դուք։ Դե մի քիչ էլ մարդկանց մեջի բարությունը փող շատանար։ Ինչքան շատ լինի, այնքան լավ։ Ինչպես հասկանում եմ, մեզ պետք է միս գնել։ Այո։ Եվ սա ամենապատասխանատու պահն է։ Սա ձեր մշտական խանութն է, որտեղից կատարում եք ձեր գնումները, մսի հետ կապված։ Այո, ես միշտ այս խանութից եմ կատարում գնումներս, ինչը որ մսի հետ է կապված։ Մեզ ինչ միս է անհրաժեշտ, որովհետև տարատեսակ ուտեստներ նշեցիք, կարծում եմ մի տեսակի մսով չենք բավարարվելու։ Մեզ պետք է խոզի միս, գառան միս, խաշլամայի համար, մեկ էլ սալ ու հավի միս։ Դե գնացինք։ Գնացինք։ Սկսենք գնումներ կատարել։ Իդեպ, ձեր տան գնումների մեծ մասը ով է կատարում եւ ով է ավելի բծախնդիր կերպով մոտենում մթերքին։ Երկուսով են կատարում հիմնականում տան գնումները, մսի առաքելությունը Վահեին է վստահված։ Եվ դա շատ լավ է եւ գովելի է։ Սկսենք Վահե, ինչից ենք սկսելու։ Նախապես արդեն մարինացված մսեր էլ կան այստեղ։ Արդյոք դրանցից ենք օգտվելու, թե մենք ձեր օգնությամբ մարինացնելու ենք։ Իրանց մոտ ճիշտն ասած շատ համեղ մարինատ են պատրաստում, բայց ես այսօր կնախընտրեմ, որ ես պատրաստեմ մարինատը։ Խոզի որ մասն է մեզ խոզի անհրաժեշտ։ մսից։ Որ մասն է անհրաժեշտ։ Մեզ պետք է խոզի չալաղաջ, մեկ էլ խոզի մատներ։ Շատ հաճելի, որքան։ Մոտավորապես 2.5-ից 3 կիլո։ 4 հոգով ենք, Վահե, 3 կիլո։ Չենք իմանա, մենք կարող է ձորում մեզ էլի մարդիկ հյուրընկալեն, որովհետև տենց չի եղել, որ մենք գնանք ու երկուսով հազստենք։ Դե Կողքից սկսեք։ միշտ մարդիկ կան, ու ես Դե սիրում եմ, սկսեք։ որ միշտ մի քիչ ավելով վերցնեմ։ Նաև նշեցիք, որ քյաբաբ պետք է պատրաստեք, տավարի թե հավի։ Չէ, այսօր ես խոզի քյաբաբ եմ պատրաստելու։ Խոզի քյաբաբ։ Այո, հավի հետ խառնած։ Շատ հետաքրքիր է, դե սկսեք գնումներ կատարել։ Եղբայր, մեզ չալաղաջ է պետք։ Չալաղաջ։ Եկեք սենց անենք, մատներ են վերցնելու, որ մոտավորապես 2.5-ից 3 կիլո լինի։ Այլ ինչ է անհրաժեշտ, խոզի միսը հասկացա։ Խոզի միսը, հիմա խոզի փափկամիս էլ վերցնենք։ Դուք եք աղալու, թե պետք է խնդրենք, որպեսզի աղան։ Չէ, ես կաղամ։ Դուք եք աղալու։ Ձեզ անհրաժեշտ է խոզի փափկամիս, հավի միս եւ խոզի սալ։ Այո։ Դե ուրեմն մենք սպասենք, մինչև դուք ամբողջ գնումները կատարեք, մի քանի վայրկյանից կվերադառնանք։ Շատ բարի։ Так, ինձ լապատկից է պետք։ Մոտավորապես 2 կտորի չափով էլի։ Վահե, նշեցինք բոլոր մսատեսակները, բայց մոռացել էինք գառան մսի մասին։ Այո։ Եվ ասացիք, որ հատուկ լորվա խաշլամա եք պատրաստելու։ Տեսնենք, թե որ կտորն եք ընտրելու, որ հատվածը գառան։ Երևի մատները չալաղաջի հետ։ Ահա։ Ախպերս թիակի տակից հանի ու մի քիչ այս կողքից։ Կտրատելը պետք չի լինել, ես կտրատեմ։ Այսինքն վերցնում ենք ամբողջական, դուք կտրատում եք։ Այո։ Ես սիրում եմ, որ ես եմ կտրատելու գործը անում։ Վայ, ես առաջարկում եմ մեր հաջորդ հանդիպումը կազմակերպենք դրամարկղի մոտ։ Շատ բարի։ Շնորհակալություն։ Վայ, կարծես թե ընտրեցիք աշխարհի հնարավոր բոլոր մսատեսակները, բայց մենք ամեն դեպքում 4 հոգով ենք այս պահին, չգիտեմ, եթե ավելանանք, միգուցե նորմալ է, բայց եթե չենք ավելանալու 4 հոգու համար, կարծում եմ 4 շաբաթ կարելի է մնալ այսքան պաշարով, եւ մեր գնումների ընդհանուր հանրագումարը կազմում է 29239 դրամ եւ առաջարկում եմ, որ մենք վճարենք ձեր փոխարեն հաղորդման շրջանակներում։ Վճարել ես եմ վճարելու։ Ինչու՞։ Որովհետեւ դուք իմ հյուրերն եք ու Ու այդքանը։ Ու այդքանը, всё, այդքանով ամեն ինչ ասված է։ Շնորհակալություն, Վահե, մեր հաջորդ հանդիպումը լինելու է արդեն պատրաստման ընթացքում։ Շատ լավ։ Վահե, մենք Վանաձորից շեղվեցինք մոտավորապես 40 կիլոմետր, անցանք հրաշալի ճանապարհներով, գեղեցիկ տեսարաններով, բայց մեզ սպասում է, ինչպես հասկանում եմ, էլ ավելի գեղեցիկ տեսարան, մի փոքր իհարկե ոչ բարենպաստ ճանապարհով։ Դուք բավականին հաճախ տեղափոխվում եք Վանաձորից այստեղ ձեր նկարահանումները իրականացնելու համար, ճիշտ է։ Այո։ Այս ճանապարհը ձեզ չի նյարդայնացնում։
Ոչ, ես ճիշտ է, ճանապարհները այդքան լավը չեն, բայց ես հանգստություն եմ ստանում, երբ որ այս տեսարանը տեսնում եմ։ Ես միշտ ասում եմ, մեր լորվա Շվեյցարիան ասա։ Ով ինչ ուզում է ասի, մեր ձորից լավ տեղ չկա։ Լավ։ Ինքը իր խոսքը ասեց։ Կխնդրեմ նշեք նաև որ հատվածում են գտնվում եւ դադարեցնենք։ Արևածագի ձոր։ Այո։ Լավ, շնորհակալություն։ Հիմա ես այն պահնա, որ մարդիկ կսկսեն կռվել ոչ կուրթանինը։ Չէ, դե, բայց իրականում բերեք ճիշտ է։ Այն որ ասում եմ ծոռը նստենք, դուզը խոսանք, Ահա։ սա արևածագի ձորն է։ Ընկերներ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ, սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, ինչպես նաեւ մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Այո։ Դե, Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Վահե։ Ընտիր։ Համաձայն եք, որ շատ լավ էր։ Այո։ Դե, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք դվերի համար, մեծ սիրով օգտագործենք եւ օգտագործում ենք Սլաբադա։ Հրաշալի է, ամենալավ ընտրությունն եք կատարում ի դեպ։ Վահե, Արուսիկ, սուրճի սիրահար եք։ Այո, իհարկե։ Մեր առավոտներն սկսվում է սուրճով։ Դե ուրեմն սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի ներփահամությամբ եւ անկրկնելի համով։ Կոֆիջոյի թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք։ Իհարկե չեմ հավատում, բայց կարծես թե հասանք արդեն ամենակարևոր պահին, ժամանակն է ամեն բան պատրաստելու։ Ինչից ենք սկսում, Վահե։ Սկսում ենք խաշլամից։ Խաշլամ եմ պատրաստելու եմ ուրեմն Գառան մսից։ գառան մսից։ Հա, եփելու ենք, վերջում ավելացնում ենք աղ եւ ուրց։ Դուք ասացիք, որ որևէ բանջարեղեն չենք օգտագործելու, բայց ես տեսնում եմ, որ ձեր դիմաց դրված է լոլիկ, վարունգ, կծու պղպեղ, ինչու։ Դրանով ես աղցան եմ պատրաստելու, Վահան ջան։ Բայց ինչպես հասկանում եմ, Վահեն թույլ չի տալիս, որ միաժամանակ 2 հոգի գործի, որովհետև ամբողջ տարածքը վերցրել է իր տիրապետության տակ, այնպես որ Վահե, սկսենք։ Ինչ եք անում։ Սկզբից գառան միսը կտրատում ենք։ Արուսիկ, դուք Վահեի պատրաստած յուրաքանչյուր ուտեստ հավանում եք, թե կան բաներ, որոնք որոշակի շտկումների ենթակա են։ Ամեն ինչ հավանում եմ, բայց ամենաշատը որ հավանում եմ, դա քեբաբն է։ Դուք էլ կփորձեք կհամոզվեք, որ յուրովի է պատրաստումն է։ Ես սրտի թրթիրով սպասում եմ այդ պահին, անկեղծ ասած։ Վահե, մի հարց։ Ինչպես որոշեցիք զբաղվել բլոգով։ Հիմա ասեմ ինչու եմ այդ հարցը տալիս, որովհետև ամեն դեպքում Վանաձոր, մի փոքր այլ պատկերացումներ, ընկալումներ եւ հանրային դեմք դառնալը պիտի որ իմ կարծիքով այնքան էլ հեշտ չտրվեր ձեզ։ Ճիշտն ասած, ես երբ որ սկսեցի բլոգը վարել, ընդհանրապես դրա մասին չէի մտածում։ Կոմպլեքսներ ընդհանրապես չունեմ ու
մարդիկ կան, որ կամերայից վախենում են, բայց ես չէ, ինձ համար դա սովորական բան է, որովհետև երկար ժամանակ ես իմ գործը սենց ասած կազմակերպել եմ հենց այդ բլոգ վարելու շնորհիվ, սա ինձ համար նորություն չէր։ Ուղղակի մենք եկել էինք Հայաստան հանգստանալու, հա, բայց որպեսզի մեր ժամանակը անիմաստ չանցնի, ես որոշեցի բլոգ նկարենք։ Սկզբում ես սկսեցի, հետո Արուսիկը արդեն իմ հետ միացավ, որպեսզի ավելի ընտանեկան լինի։ Հա։ Ճիշտ ասած, մեր բնությանն էլ մենք շատ կարոտ էինք մնացել ու այդ բնության կարոտը փորձում էինք հանել, երբ որ գտնվում ենք Ռուսաստանում, փորձում էինք հանել նմանատիպ բլոգերներին նայելով, ցանկանում էինք գտնել մեր հայկականը, ցավոք սրտի շատ քիչ տոկոսն էին կազմում։ Այո, հա, հիմնականում այլ ազգիներն էին ու մտածում էինք, որ լավ, Ինչու ոչ հայկականը։ Ինչու ոչ հայկականը, երբ որ մենք ավելի լավ կարող ենք ներկայացնել այդ ամեն ինչը։ Բայց հիշեք առաջին հոլովակը, որը դուք թողարկեցիք եւ առաջին հոլովակը, որ բերեց ձեզ մեծ ճանաչելիություն։ Առաջին հոլովակը Արուսիկը հիշում է ամենայն դեպս։ Այո, առաջին հոլովակը, որ տեղադրել եմ, ես եղելա այս ձորում ենք նկարել, մեզնից մի քիչ վերև։ Հա, ճիշտն ասած չեմ հիշում ինչ ենք պատրաստում կոնկրետ։ Հա, իսկ այն հոլովակը Մի րոպե, Վահե, ինչ էր պատրաստում Արուսիկ, դուք ասացիք։ Տոլմա ենք պատրաստել, որ մեծ հաջողություն է բերել մեզ։ Ու տոլման երևի համաշխարհային դիտում ստացավ։ Նույնիսկ։ Այո։ Իսկ հարևան երկրները չընդվզեցին, որ դա մերն է։ Եղավ նաև։ Իհարկե, առանց դրա ոնց կլիներ։ Բնականաբար։ Բայց մեր հայերը ջանասիրաբար պնդում էին, որ դա մերն է ու մեր կողքին կանգնեցին, մենք դրանով համոզվեցինք, որ պետք է նկարենք մենք։ Շատ լավ։ Վայ, քանի որ մենք այս պահին այլ նոր գործողություն ունենք եւ դուք Արուսիկին կոնկրետ թույլ չեք տալիս, որպեսզի նա նույնպես արարի խոհանոցում, ես կխնդրեմ մի պահ դադարեցնենք նկարահանումը, վերադառնանք արդեն նոր գործողություն լուսաբանելիս։ Կարելի է։ Բարի։ Շնորհակալություն։ Արուսիկ ջան, ցուրտ է, ես կարծում եմ ճիշտ կլինի դու հագնվես։ Շնորհակալություն։ Վահե։ Հա ջան։ Որտեղ ենք։ Սա ինչա կոչվում է քարը ժայռը։ Մենք հիմա արևածագի ձորում ենք, այս քարը կոչվում է ցից քար։ Ահա։ Այսինքն ցծված քար։ Շատ լավ։ Իսկ այս տարածքը գիտես ոնց է կոչվում։ Այս կոնկրետ որ հիմա գտնվում ենք։ Մենք գտնվում ենք քաղցածների տերիտորիայում հենց այս պահին, որովհետև սովալլուկ ենք արդեն։ Մի քիչ էլ համբերում ենք ու դե տեսնենք, հասկանանք արժեր հասնել աշխարհի ծերը, որ այս համերը հասկանալ։ Հաստատ արժեր։ Լավ։ Հիմա կհամոզվեք դրանից։ Շարունակում ենք մեր նկարահանումները հրաշալի տեսարանով եւ ինչ ենք անում հիմա Վահե։ Հիմա խաշլամեն դնենք մինչև վեփի։ Մենք խորովածի մարինատը կանենք, մեկ էլ քյաբաբի ֆարշը։ Վահե, ձեր ամենասիրելի միսը ո՞րն է։ Ճիշտ ասած, ես շատ մսակեր եմ ու երևի գրեթե բոլոր մսերը սիրում եմ։ Ես կարող եմ ասել, որն է ամենաչսիրելի միսը։ Ասեք, որն է ամենաչսիրելին։ Դա նապաստակի միսն է։ Ինչու չեք սիրում։ Չգիտեմ, ինքը ճիշտ է շատ դիետիկ միս է, բայց երևի շատ ծիծաղելի կարող է հնչի, բայց մեղքս գալիս է։ Հասկացա։ Ընդհանրապես չի համապատասխանում ձեր ասածը ձեր արածի հետ, բայց լավ։ Դուք ավելացրեցիք նաև գառան դմակ այդտեղ, ճիշտ է։ Այո, որպեսզի յուղայնությունը պահպանենք։ Ցանկություն ունեք պրոֆեսիոնալ կրթություն ստանալու որպես խոհարար, թե ոչ։ Ոչ թե ցանկություն, մտադրություն էլ ունեմ, որովհետև դա ինձ շատ է պետք, քանի որ իմ գործը կախված է խոհարարության հետ։ Դրա համար պարտադիր ստանալու եմ։ Շատ ողջունելի է այն, ինչը դուք նախատեսել եք անել, որովհետև այսօր ցանկացած ոլորտում կա այդ բացը, մարդիկ առանց կրթություն ստանալու իրենց գործն են անում։ Արուսիկը մոտեցրեց նաև կլպած սոխը։ Դա մենք որտեղ ենք օգտագործելու Վահե։ Դա մենք օգտագործելու ենք խորովածի մարինատի մեջ։
Իսկ Արուսիկին հնարավորություն տալու ենք, որպեսզի նա կարողանա իր աղցանը պատրաստել, թե Անպայման։ ըստ եղանակի կկողմնորոշվի։ Բայց մի հատ ես մսի գործը ավարտեմ ու ամբողջությամբ իմ խոհանոցը իր տրամադրության տակ է։ Ինչ ենք անում ուրեմն, այս պահին մենք որևէ այլ համեմունք չենք ավելացնում, ընդամենը թողնում ենք, որպեսզի ջրով եփվի միսը։ Եփվի լավ, ամբողջը ավելացնելու ենք հետո, այսինքն աղը եւ ուրցը ավելացնելու ենք վերջում, որպեսզի միսը լիովին եփած լինի ու աղը որ լցնենք չպնդանա միսը։ Շատ լավ։ Մենք արդեն կարող ենք անցնել հաջորդ ուտեստի պատրաստմանը։ Այո, Կրակը վառված է, այո։ Ինչով ենք համեմում հիմա խոզը, սա խոզի խորովածի համար է, չէ՞ նախատեսված, ոչ թե ինչպես ասացիք քյաբաբի։ Այո, համեմում ենք ուրեմն ես խոզին իմ ռեցեպտուրան է, սա ես ավելի շատ սենց եմ սիրում։ Աղ ուրեմն քոնդար ենք մենք ասում, Ցիտրոն հայերը։ Ցիտրոն, այո։ Մեկ էլ սոխ։ Հա, ու չենք մոռանում ուրցը։ Իսկ ռեհան։ Ռեհան ոչ, ռեհան չեմ քսում։ Ռեհանը քյաբաբին է գնալու։ Շատ լավ։ Так, մեզ սոխը մի քիչ խանգարեց։ Այստեղ դնենք։ Բայ մոտավորապես որքան ժամանակ պետք է եփվի միսը։ Մոտավորապես 1.5 ժամ երևի։ Հուսամ կհասցնենք, որովհետև արդեն ժամային խնդիր ունենք մի փոքր, բայց ես լիահույս եմ, որ կհասցնենք, որևէ խնդիր չի լինի։ Դուք օգտվում եք կոնկրետ բաղադրատոմսերից, թե ամեն բան արվում է գերպրոֆեսիոնալ ձևով, այսինքն դուք արդեն գիտեք ինչից ինչքան է անհրաժեշտ եւ աչքաչափով, եթե խոսակցական լեզվով ասեմ։ Եթե դա կախված է մսի համեմունքի հետ, ես ավելի շատ աշկաչափով եմ անում, որովհետև չգիտեմ, իմ մոտ տենց ավելի լավ է ստացվում, քան գրամներով, հա։ Բացի հայկական խոհանոցից կա խոհանոց, որը սիրում եք, այդտեղ նաև գործում եք։ Ես բացի հայկականը վրացական խոհանոցն եմ սիրում։ Համեմունքներ սիրում եք, այսինքն։ Այո, իրանց մոտ ավելի շատ է կծվի արկայությունը ավելի շատ է ու ես ինքս կծվակեր եմ, ես շատ եմ կծուն սիրում։ Դրա համար երևի վրացականն է դուր գալիս ավելի շատ, բայց խոհանոցի առումով այտենց կրիտիչնի չեմ ես։ Ինչը ինձ դուր է գալիս, ես մեծ սիրով համտեսում եմ։ Այսինքն հնարավոր է, որ մոտակա ժամանակներում տեսնենք նաև ձեզ, ենթադրենք իտալական խոհանոցի հետ կապված ինչ-որ բաներ պատրաստելիս։ Շատ հնարավոր է։ Լավ։ Մենք ունենք նոր գործողություն։ Միսը համեմելուց բացի նկատի ունենք։ Միսը համեմում ենք ու անցնում ենք քյաբաբի գործին։ Ամենակարևոր, ամենաիմ սիրած գործին։ Դե այս պահի համար կարծում եմ ամեն բան պարզ է, նոր որևէ բան չկա լուսաբանելու, այնպես որ կհանդիպենք քյաբաբի պատրաստման ընթացքում։ Բարի։ Վահե։ Հաջան։ Արուսիկը սառեց, մրսեց։ Չէ, ասի լավ, ինձ դիմանում է։ Դիմանում է։ Բա այդ աղցանը երբ է պատրաստել։ Դիմանում է, այս ծրտին կդիմանա ու կդիմանա։ Ընկերս բարի ժամանց։ Էքստրեմալ, բայց միաժամանակ շատ հաճելի պայմաններում շարունակում ենք արարել, հասել ենք քյաբաբի պատրաստմանը, մեկնաբանենք, թե ինչ տեղի ունեցավ։ Դուք լրիվ առանձնացրեցիք ոսկորները եւ մսերը, հավի, այնուհետև ավելացրեցիք խոզի սալ, խոզի փափկամիս եւ համեմ։ Այլ համեմունք չկա։ Համեմ եւ սոխ։ Այլ համեմունք չկա, աղ չենք օգտագործել։ Չէ, լինելու է, բայց այն ինչ որ աղվում է, հիմա սա այս ամբողջը աղալու ենք ու սկսենք համեմելը։ Ես ցանկանում եմ ներողություն խնդրել մեզ դիտող մարդկանցից, որովհետև այս պահին լսվում է մի փոքր այլ ձայն, կարող ենք տեսնել, թե ինչի ձայնն է դա, որոշել ենք հոսանք ստանալ բաց երկնքի տակ։ Վահե, խնդրեմ, սկսեք աղալ։ Եվ քանի որ աղալու ընթացքում որևէ նոր բան չկա, մենք անցնենք Արուսիկի տարածք, հասկանանք, թե վերջապես ինչ է անում Արուսիկը մեզ եւ մեզ դիտող մարդկանց համար։ Կարելի է։ Դե տեղափոխվենք Արուսիկի տիրույթ։ Արուսիկ, եկանք ձեզ մոտ։ Ինչ եք անում։ Ես աղցան եմ պատրաստում։ Ինչով աղցան։ Խնդրում եմ նշել բաղադրիչները։
Քանի որ այսքան մսային ուտեստներ կան, ես որոշեցի թարմացնող աղցան ձեզ համար պատրաստել, որի մեջ մտնելու է լոլիկը, լիմոնը եւ համեմունքները, ինչպես նաեւ առատ կանաչի է լինելու այստեղ, որի բաղկացուցիչ մասն է կազմելու նաեւ սոխը կարմիր։ Օ, շատ հետաքրքիր է։ Բարեկամներ, քանի որ բավականին աղմկոտ է, ես ուզում եմ մի պահ անդրադառնանք նաև այն տեսարանին, որտեղ որ նկարահանումն ենք իրականացնում։ Բադիկները այս պահին մոտենում են կարծես թե մեզ եւ աղմուկը նրանց չի կաշկանդում։ Եվ այս տարածքում պատրաստված ուտեստը կարծում եմ ուղակի իրավունք չունի համեղ չլինելու, իհարկե նաև ձեր ներդրած սերն ու հույզերը չեմ հաշվում, դրանք ակնառու են ոչ միայնին, այլ նաև մեզ դիտող մարդկանց համար։ Մենք ունենք նոր գործողություն, բարեկամներ, թե ոչ։ Դեռևս ոչ։ Դե կխնդրեմ ընդհատենք նկարահանումը, վերադառնանք մի փոքր ավելի ուշ։ Վահե, ոչ մի բան պետք չի։ Так, հիմա ֆարշը արդեն համեմում ենք։ Իսկ քեզ ոչ մի բան պետք չի վերելու։ Ինչ։ Հա։ Հա, արուս այդ համեմունքն իմ բիլա։ Շատ լավ է։ Շատ է դուրս գալի էս ամեն ինչը։ Ապրի աղջիկը։ Բայց մենակ աղը չէր, ինձ էլի բաներ կար։ Ռեհան, մեհան, տես ինչ կա, ձեռը տակը ինչ ընկնում է բի։ Վահե, մենք ոնց որ թե մոտենում ենք վերջին։ Հա, միսը շարում ենք, քյաբաբը շարում ենք, խաշլամեն շուտով կլինի։ Ահա։ Իսկ թվում է պետքա որ իրար հետ Ցրտահարությունը նույնպես կարծում եմ շատ շուտով կլինի։ Դուք չգիտեմ ոնց, բայց ինձ համար սա սովորական բան է։ Կարող եք թեքվել եւ տեսնել ինձ ու Արուսիկին, թե ինչպես ենք տանջվում, բայց փորձել ենք կրակի շնորհիվ մի փոքր գոնե մեղմել ցուրտը։ Հետո անցնելու ենք քյաբաբին, ճիշտ է։ Այո։ Ընդհանուր որքան է անհրաժեշտ, որպեսզի երկու ուտեստն էլ պատրաստ լինի ժամանակային առումով։ Մոտավորապես 30 րոպե։ Կարծում եմ ողջ կմնանք այդ ընթացքում։ Պետք է ասեմ, որ խորովածի կտորները շատ գեղեցիկ են, նույնիսկ չեփված վիճակում եւ լորվա կանաչը կարծես թե համահունչ է, հենց մսերի վրա էլ երևում է։ Ինչ ենք անում, սպասում ենք մինչեւ կրակը մի փոքր նստի եւ անցնենք արդեն այս ամենի խորովելու։ Հա, մենք մինչեւ քյաբաբը շարենք, ինձ թվում է կրակը նստած կլինի արդեն։ Շատ լավ։ Արուսիկ, կխնդրեմ նաեւ ցուցադրեք աղցանը, որ այս ընթացքում դուք պատրաստեցիք եւ չկարողացանք լուսաբանել, որովհետեւ Վահեն կարծես թե ամեն բան վերցրեց իր վրա։ Ինչ ենք արել, խնդրում եմ եւս մեկ անգամ նշեք բոլոր բաղադրիչները, որոնք օգտագործել ենք։ Լցրել ենք լոլիկ, կանաչ սող, կարմիր սող, առատ համեմունքներ եւ առատ կանաչեղեն եւ լիմոնի հյութ։ Իսկ ինչ համեմունքների մասին է խոսքը առատ։ Առատ, կարմիր բերեց, սև բերեց, այդքան է։ Ողի առատորեն եմ ավելացրել։ Հասկացա։ Լավ, կարծես թե ամառային աղցան է, բայց մի փոքր իմպրովիզներով, ճիշտ է։ Այո։ Շատ բարի, մենք սպասենք երբ է կրակը հանդարտվելու, որպեսզի անցնենք այս ամենի խորովելուն։ Վահե։ Այո։ Հույս կա։ Հույս։ Այո։ Ասում եմ հույսը վերջում ամարում, բայց մեր վերջում ամարում, բայց Վահանը սկզբում, արդեն մարել է, կարծես թե։ Չէ, ես Սիբիրներում ապրած մարդ եմ։ Զգում եմ։ Ինձ համար սա սովորական բան է։ Օգնում են մեզ մարդիկ, շնորհակալություն։ Վահե։ Հա ջան։ Կարամ ես ջրով հանգցնեմ, կարամ ես քայլել քեսնեմ իրեն։ Ջրով հանգցնես։ Այսքան բառեցինք, որ ջրով հանգցնենք։ Չէ, հայփա։ Դե դավայ։ Հայփա սուսա։ Վայրի բնության գրկում կրակը արդեն կարծես թե կամաց հասնում է այն փուլին, որը որ անհրաժեշտ է խորովածը եւ քյաբաբը պատրաստելու համար։ Հիմա ինչ ենք անում, Վահե, խորովածը եւ քյաբաբը տեղափոխում ենք կրակի վրա եւ անցնում ենք ուրցով եւ աղով համեմելուն։ Այո, քյաբաբը շարում ենք։ Ճիշտն ասած, ես չէի մտածել մեզ անհրաժեշտ էր սառնարան, որ 2 ժամ քյաբաբը սառնարանում գոնե մնար։ Ահա։ Ինչ խնդիր կարող է առաջանալ։ Կարող է թափվել, բայց կփորձենք իրենց անել, որ չթափվի։ Գետնին կնստենք։ Հա, պրինցիպի։ Լավ։ Եթե մենք հնարավորություն ունենք Վահե մի պահ իհարկե ընդամենը մի պահ քյաբաբների այս ամենը դադարեցնելու եւ անցնելու ուրցի եւ աղի process-ին այնուհետև հետ վերադառնալու, ապա շատ հաճելի կլինի, եթե ոչ, կարող ենք խնդրել, որ Արուսիկը դա անի։ Թող Արուսիկը անի։ Ես լիովին վստահում եմ այդ հարցում իրան։ Արուսիկ, խնդրեմ, մեկնաբանեք։
Ինչ ենք Այստեղ անում։ արդեն միսը լիարժեք եփված է։ Այո։ Ավելացնում ենք կուրցը։ Ահա։ Վահեի իհարկե դեմքից կարելի է հասկանալ, որ նա սրտի թրթիռով սպասում է, թե դուք ինչպես եք դա անելու։ Ուղղակի դնում եմ ուրցը այսպես ջրի մեջ, ինքը իր բուրմունքը տարածում է ամբողջ մսին։ Եվ պետք է ավելացնել նաև աղ։ Իսկ մոտավորապես որքան աղ է անհրաժեշտ։ Ես կվստահեմ իմ ձեռքին։ Լավ, քանի բուր աղ Ճիշտ է ասած, ես անհրաժեշտ։ իր ձեռքին այդքան էլ չեմ վստահում, բայց կփորձեմ վստահել։ Իսկ թվում է քիչ էր սա։ Չէ, մկչեբի։ Վահե, երբ կարող ենք Մի քյաբաբը։ քիչ էլ, չէ, վերջ չի։ Բեր։ Երբ կարող ենք քյաբաբը տեղափոխել կրակի վրա։ Երբ որ շարեմ։ Մի 5-10 Դե րոպե։ բայց պարտադիր է արդյոք ամբողջ ֆարշը տեղափոխել շամփուրների վրա։ Ինձ թվում է ոչ։ Ես նույնպես այդ կարծիքին եմ, կարող ենք մի փոքր արագացնել այդ ընթացքը։ Քանի որ արդեն մութ է։ Արուսիկ, բայց խաշլամը խռնշտորեցիր։ Իսկ մսերը կարող ենք Մի հատ տեղափոխել։ խռնշտորի։ Խառնշտորել։ Այո։ Դա մեր լոռա բարբարով խառնելն է։ Բահե շատ ռոմանտիկ տեսարան է։ Երեկո դուք պտտում եք խորովածի շշերը եւ ժամանակն է համտեսի իհարկե արդեն Արուսիկը մատուցել է խաշլաման, գառան, այն շատ հաճելի բուրում է, չնայած բնության գրկում ենք, բայց բույրը շատ հաճելի զգացվում է եւ որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք համտեսել այն ամենը, ինչը դուք պատրաստեցիք մեզ համար։ Քյաբաբը պատրաստ է, մնում է խորովածին մոտավորապես մի 5 րոպե։ Դե եկեք համտեսենք քյաբաբը, հետո կանցնենք խորովածին, եթե դեմ չեք իհարկե։ Իհարկե դեմ չեմ։ Մենք մտավախություն ունենք, որ քյաբաբը միգուցե չմնա շամփուրների վրա, բայց բարեբախտաբար ամեն բան ձեզ մոտ ստացվեց հրաշալի ուղղակի։ Խոզի քյաբաբ ենք վայելելու։ Անկեղծ ասած ես առաջին անգամ եմ փորձելու եւ ինձ շատ հետաքրքրում է, թե ինչ համ է ունենալու այն։ Հուսամ ձեզ դուր կգա։ Ես նույնպես լիահույս եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես եք պատրաստել եւ ընդհանրապես հետեւելով ձեր հոլովակներին հասկացել եմ, որ դուք շատ համեղ եք պատրաստում, ճիշտ է Արուսիկ։ Իհարկե ճիշտ է։ Ես համոզված եմ, որ դուք հավանելու եք դա։ Մի գաղտնի թաքուն հարց. ով է ձեր տանը ավելի համեղ պատրաստում։ Հասկացա, դուք Արուսիկ, լավ։ Ամենապարզ։ Չէ, լռելու կարիք չկա։ Միևնույն է Վահեն համաձայն չէ։ Երկուսս էլ Վահան ջան։ Հասկացա։ Վերջ կարող ենք համտեսել։ Վահան ջան, առաջի կտորը հյուրին են տալի, բայց իմ մոտ սովորություն է դա, կներես ինձ շատ։ Ես առաջինը Արուսիկին եմ տալիս։ Ես դա տեսել եմ եւ շատ ողջունելի է դա։ Վահե, կմտածեք հենց հիմա, ինչ ես համտեսեմ, կմտածեք անուն ձեր պատրաստած քյաբաբի համար։ Ինչպիսի քյաբաբ։ Ինչպիսի քյաբաբ։ Մեր ձորի քյաբաբ։ Մեր ձորի քյաբաբ։ Այո։ Գիտեք Վահե, համեղ չէ։ Անմահական է ուղղակի։ Շատ համեղ, շատ հյութեղ եւ վստահ եմ, որ խորովածը նույնպես այս տրամաբանությամբ է պատրաստված լինելու, բայց քանի որ մեր եթերաժամանակը մոտենում է իր ավարտին, ցավոք սրտի մենք խորովածը կհամտեսենք արդեն կադրից դուրս եւ Անուշ լինի։ Մնացած ուտեսները նույնպես կհամտեսենք կադրից դուրս, բայց այս ամենը ուղղակի հիանալի է։ Ուղղակի հիանալի։ Եթե կարելի է մի հատ էլ զգամ ես ամենի բույրը, Անպայման։ եթե դեմ չեք իհարկե։ Ընտիր ուղղակի։ Մեզ բարեախորժակ, ձեզ շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ։ Բայց վերջնական ցտեսություն պետք չի մաղթել, որովհետև դրա համար նախատեսված շարունակելու ենք անպայման։ Շնորհակալություն Մեզ ընկերներ։ բարեախորժակ։ Վահե, համով սարքելուն էլ ձև կա, այս ինչ է սարել, այս ո՞նց է սարել։ Մի կերպ իրականում այս ձորում, այս բնության գրկում ես նույնիսկ ուղղակի սովորական հաց ու պանիրը շատ մեծ հաճույքով եմ ուտում։ Դա մարդուց է գալիս կարծում եմ։ Դա ամենամեծ ձեռքբերումն է, որ հնարավոր է ունենալ, որովհետև մարդն է ի վերջո համ հաղորդում այս ամեն ինչին։ Շնորհակալություն Վահե, ես շարունակում եմ սնվել։ Ձեզանից եմ շնորհակալ, Անուշ լինի։ Խորովածը համարյա էլելա։ Հիմա սահուն անցում կանենք էլի քյաբաբից դեպի խորոված։
Ընկերներ, շատ շնորհակալություն անչափ համեղ ուտեստների, հետաքրքիր օրվա եւ անմոռանալի հուշերի համար։ Ես ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ այն նպատակները, որոնք դրել եք ձեր առջև, թող շատ շուտ դառնան իրականություն։ Շնորհակալ ենք մենք, որ դուք եկաք մեզ հյուրընկալեցիք։ Սիրով կսպասենք նորից։ Մենք սիրով կհամենանք կրկին։ Լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն։ Դե, իսկ մենք երևի թե փորձենք այս կրակի մոտ տաքանալ, մինչև լույսը կբացվի եւ հասկանանք ինչպես ենք դուրս գալու այս քարքարոտ, փոշոտ եւ բորենիներով շատ ճանապարհից։ Հուսամ չենք սառցակալի եւ ամեն բան նորմալ կլինի մեզ հետ։ Ձեզ հետ Դավիթը եւ Վահանն էին, լավ մնացեք։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Torabika cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Torabika cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.